Գեղամ Մանուկյան։ Պարոն Սիմոնյան, հարցով առիթ եղել է նաև քննարկել ենք, բայց ամեն դեպքում արձանագրելու համար։ Փաստորեն սա այս ազգային ժողովի վերջին նստաշրջանն է եւ այս նստաշրջանով այս ազգային ժողովը ավարտում է իր աշխատանքը։ Այս նստաշրջանում արձանագրելի է արդյոք, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը, որը ձևավորվել է ազգային ժողովի քաղաքական մեծամասնության կողմից, մենք ունենք մեր դիտողությունները, կարծիքները ներկայացրել ենք, այդ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվելու, չի ներկայացվելու ազգային ժողովին։ Շնորհակալ եմ։ Պարոն Մանուկյան, շնորհակալություն հարցի համար։ Ասեմ, որ ես որքանով գիտեմ, դուք ծանոթացել եք, չէ՞, զեկույցի հետ, եւ բոլոր падգամավորները հնարավորություն ունեն ծանոթանալու, բայց այն բանի բերումով, որ զեկույցը պարունակում է նաեւ գաղտնի տեղեկություններ, դրանք լիագումար նիստի տրամաբանությունն էր անհնար մեծ հաշվով, բայց դահլիճում ներկայացնելու հնարավորությունը սահմանափակ է։ Բայց ինչպես դուք, այնպես է բոլոր դահլիճում ներկա падգամավորները, ովքեր ունեն գաղտնիության թույլատվություն, կարող են մոտենալ եւ ծանոթանալ եւ եւս մեկ անգամ շնորհակալություն հարցի համար։ Ես կոչ եմ անում այդ զեկույցի մասին, 44-օրյա պատերազմի մասին շատ խոսացող падգամավորներին, ընդդիմադիր падգամավորներին գոնե ծանոթանալ։ Բացի ձեզանից եւ եւս մեկ հոգու որևիցե մեկը չի ծանոթացել։ Դուք դե ասում եմ մի հոգի, երկու հոգի է ծանոթացել։ Դուք գալիս եք ստեղ մեզ քննադատում եք, հարցազրույցներ եք տալիս, դրա մասին հարցեր եք տալիս, բայց չեք գնում ծանոթանալու։ Միևնույն ժամանակ ասում եք եկեք դահլիճում։ Մի քիչ կարծում եմ տրամաբանական չէ։ Արձագանք։ Պարոն Սիմոնյան, չասեցի հրապարակային։ Հիմա համարենք այդ զեկույցը կա թե չկա, որովհետև քննիչ հանձնաժողովը, եթե ձևավորում է, եթե պատրաստում է զեկույց, այդ զեկույցը ներկայացում է ազգային ժողովին։ Հիմա փակ նիստում, չգիտեմ, այլ ձևով, բայց կանոնակարգը պահանջում է դա։ Մինչև հիմա քննիչ հանձնաժողովի զեկույց որպես այդպիսին ներկայացված չի ազգային ժողովին։ Հիմա ծանոթանան թե չէ, երկու հոգին էլ բավական է որ ծանոթանան, որտեղ ի նկատի ունեցեք, որ որոշ падգամավորներ կան, առնվազն մեր խմբակցությունից, որոնք տարիների շարունակ ամենագաղտնի տեղեկատվության տիրապետող են եղել, հիմա այդ իրավունքից զրկված են։ Հիմա եթե դուք ծանոթացել եք այդ զեկույցը կա թե չկա։ Բայց ինչին եք ծանոթացել։ Այսինքն համ ասում եք ծանոթացել եմ, համ եւս 3 падգամավոր ծանոթացել է, համ ասում եք զեկույցը կա թե չկա։ Նորից եմ ասում, դուք խոսեցիք, ես ձեզ չընդհատեցի։ Նորից եմ ասում, այս թեմայի շուրջ շահարկումները, իսկ սրանք շահարկումներ են, համարում եմ անտեղին։ Այն փաստը, որ ազգային ժողովի 107 падգամավորները պետք է ծանոթանան, իրողություն է։ Գնացեք առաջին բաժին ծանոթացեք։ Ես չեմ ասում լոկացիայի խնդիր ենք, մենք ստեղ քննարկում, դահլիճը լավն է, լույսը շատ է։ Գնացեք ծանոթացեք։ Ինչի՞ չեք գնացել։ Կես տարի անցել է, ամեն հարցազրույցին մեր լրագրողները, մնացած բոլորը առիթ բաց չեն թողնում սրա մասին խոսելուց։ Եղբայրներ ջան, քույրեր ջան, գնացեք ծանոթացեք։ Քիչ եք ծանոթանում։ Մեզ քննադատում եք, բայց չեք եթում ծանոթանալ։ Ինչի՞։ Պատգամավոր կա գնացել է, մտել է ներս, բացել է, նայել է, ասել է, չէ, շատ է, հետո կնայեմ։ Էսա հա խնդրեմը։ Վերջացրեք այդ բանի շուրջ, այնտեղ մարդկանց կյանքերին վերաբերող թեմա կա։ Սրա շուրջ շահարկումներ անելը շատ ու շատ մարդկանց համար, կարող եմ ասել մեծամասնությանս համար ցավոտ է։ Վերջացրեք սրա շուրջ շահարկումներ անելը, խնդրում եմ։ Գնացեք ծանոթացեք։ Իրականում շահարկման հարց չկա, երբեք էլ 44 օրյա պատերազմը շահարկման նյութ չի։ Ինքը քննարկման ուսումնասիրության եւ շահածավալուն ուսումնասիրության նյութ է։ Շահարկումը իրականում իշխանության կողմից էր, սիրելի հայրենակիցներ, տարիներ առաջ ազգային ժողովի ձևավորման հենց առաջին օրերից հայտարարում էր քաղաքական մեծամասնությունը, որ հիմա քննիչ հանձնաժողով ենք ձևավորելու, տեսեք ինչեր ենք բացահայտելու։ Երկար տևական ժամանակ այդ քննիչ հանձնաժողովը աշխատել է, որը ձևավորվել է Պաշտպանության եւ Անվտանգության մշտական հանձնաժողովի հիմքի վրա։ Անդիմությունը ուներ վերապահումներ, որ դա հանրային վստահություն չունեցող քննիչ հանձնաժողով է լինելու, բազմաթիվ հարցեր, հարցականներ մնտանալու են օդում կախված,
Բայց այնուամենայնիվ, ըստ կանոնակարգի ազգային ժողովում ձևավորել է քննիչ հանձնաժողով, որը նորից եմ ասում, ոչ թե հրապարակային, այլ առնվազն գաղտնի ձևաչափով այն պատգամավորները, որ ունեն թույլտվություն, քննիչ հանձնաժողովի նախագահը պետք է պաշտոնապես ներկայացներ այդ զեկույցը։ Բայց իրավական տարբեր հիմնավորումներով այդպես էլ ազգային ժողովին չի ներկայացվել քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ես անձնապես շատ ուրախ կլինեի, որ այդ ներկայացվեր առնվազն այն մասը, թեև ասում եմ բազմաթիվ հարցեր կան այդ զեկույցի հետ կապված, բայց պետք է արձանագրել, որ այս խորհրդարանը ավարտելով իր աշխատանքը, այդպես էլ այդ խորհրդարանին չներկայացվեց 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույց, եւ եթե պարոն Սիմոնյանն ասում է մի օր չէ, երկու օր չէ, բազմաթիվ օրեր ենք ծանոթացել, ով պետք է ծանոթացել է առնվազն մեր խմբակցությունից, նաեւ գիտեմ պատիվ ունեմ իդ, բայց այդ թղթածրարը, որ կարդացել ենք, հիմա դա ինչ է, զեկույց է համարվում այն, ինչ որ ներկայացվում է ազգային ժողովին։ Ազգային ժողով նման փաստաթուղթ չի ներկայացվել։ Այսքանը։ Խոսքը տրվում է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, ազգային ժողովի 2026 թվականի հունվարի 19-ին գումարվող նիստերի օրակարգը ներկայացնելու համար։ Բայց միջև ներկայացնելը ես էլ փոքր անդրադարձանեմ։ Պարոն Մանուկյան, ինչ նշանակում ով որ պետքա ծանոթացել է։ Նկատի ունեմ, այսինքն խոսելուց բոլորդ եք, չէ՞ խոսում, նկատի ունեմ ընդդիմադիր падգամավորներին, քննադատում եք, հարցազրույցներ եք տալիս, ձեզ հարող լրատվամիջոցների լրագրողներն են այս թեման փորձում շահարկել։ Ազգային ժողովի առաջին բաժինը գտնվում է ազգային ժողովում Երևան քաղաքում։ Ինչ է նշանակում բերեք ազգային ժողովին ներկայացրեք։ Այսինքն ես սա գնահատում եմ ուղղակի շահարկման թեմա ու շատ վատ է, որ այդ թեման դառել է շահարկման թեմա, ել չեմ ասում լավ, հələ էդ էլ դնենք մի կողմ։ Բա հանձնաժողովի նիստերին ինչի՞ չեք մասնակցել։ Այդ 44 օրյա հանձնաժողովի նիստերին ինչի՞ ձեզանից ոչ մեկ չի մասնակցել։ Եթե այդքան կարևոր էր, եթե հիմա թմբկահարում եք, ասում եք ներկայացրեք, բա մասնակցեիք։ Բա ինչի՞ չեք մասնակցել։ Հա, շատ բան կարևոր պատճառներ կային։ Ես ասել եմ, ես զարմանում եմ, հեսա ընտրական process-ի մեջ եք մտնելու, ընտրությունների մասնակցության ֆորմատ եք հայտարարում, իսկ ընտրությունների ֆորմատի ժամանակ, մասնակցության ֆորմատի ժամանակ ասել եք, որ դուք ազգային ժողովի նիստերի մի մեծ մասին նիստերի դահլիճ չեք եկել։ Ասելու եք, որ դուք հանձնաժողովներում ձեր ներկայացուցիչները չունեք եւ չեք մասնակցել, որ փոխնախագահի պաշտոնը ունեք, չեք մասնակցել։ Այսինքն գնալու եք մարդկանց ինչ ասեք, ասելու եք ընտրեք մեզ, որ մենք նորից նիստերի դահլիճ չգնանք, որպես հանձնաժողովների բաներ նախագահությունը եւ փոխնախագահները չվերցնենք, ինչ եք ասելու։ Այս նույն տրամաբանության մեջ անում եք 44 օրյա պատերազմի այդ քննիչ հանձնաժողովի խոսակցությունը։ Մի արեք այդ բաները, որտեղ այդ խոսակցության մեջ դուք պարտվող եք դուրս գալու։ Իսկ հիմա մեծ հաճույքով կշարունակեմ ներկայացնել հարգելի падգամավորներ ազգային ժողովի 26 թվականի հունվարի 19-ին գումարվող նիստերի օրակարգի նախագծի առաջին բաժնում ներառված պարտադիր քննարկման ենթակա 9 հարց կա։ Երկրորդ բաժնում 18 հարց նախագիծ կա։ Ազգային ժողովի խորհուրդը հունվարի 16-ի նիստին քննարկել այս բաժնում նախագծերի ընդգրկման, դրանց քննարկման, հաջորդականության հետ կապված առաջարկությունները եւ քվեարկությամբ հաստատել է դրան, իմիջիայլոց սրան էլ չեք մասնակցում, խորհրդի նիստերին էլ չեք մասնակցում։ Ասում եմ, որ ամբիոնին չմոտնայի ռեպլիկի կարգով։ Բոլոր աշխատանքներին են մասնակցում ենք, եթե մասնակցում ենք շատ լավ ենք մասնակցում, առնվազն ձեր գործընկերներին կարող եք ասել։ Ինչ վերաբերում է ամեն անգամ նորից գնացեք ծանոթացեք, նորից կրկնում եմ, ազգային ժողովի կանոնակարգով քննիչ հանձնաժողովի զեկույցը համարվում է ամբողջական, ավարտված, երբ որ ներկայացվում է ազգային ժողովի։ Հիմա ժամով կարող եմ պատմել այն բոլոր իրավական դիսկուրսները, որ դուք ու Անդրանիկ Քոչարյանն ունեն մեկ վերջը, էդի զեկույցի, ինչի։ Իդե շատ շահագրգիռ կլինի, որ այն ինչ որ ներկայացվում է, որը կրկնում է, ոչ լիարժեք է, թերի է, ամբողջական չի, բայց բովանդակային հարցը բնականաբար գաղտնիության գրիպով է, դրա համար քննարկման նյութ չեմ դարձնում։ Թե չէ ժամով կարելի է այդ բովանդակության մասին խոսել, այսքանը։
Ինչ վերաբերում է մասնակցությանը, դուք ինձ ստիպում եք հրապարակեմ, թե ձեր ընդդիմադիր խմբակցությունների բացակաների քանակը որքան ա եղել, վերջին այսօր տենց հայտարարում եք, ասում եք 8-րդ գումարման վերջին նստաշրջանն է, մի հատ հեսա կհրապարակեմ ինչքանն եք եկել գործի, ինչքանը չեք եկել գործի, էլ չեմ ասում, որ բանա հանձնաժողովների նիստերին ընդհանրապես չեք մասնակցում։ Ես եմ ասում, վերջին հանձնաժողովի նիստին, բանի խորհրդի նիստին երբ եք մասնակցել։ Խորհրդի նիստին վերջին անգամ Սերան Օհանյանն ա եկել, ես չեմ հիշում երբ, անկեղծ ասած։ Հանձնաժողովի նիստերին էլ այնքանով որքանով դուք հանձնաժողովի նախագահների տեղեր ունեք Դոնտի բանաձևով, փոխնախագահի տեղ ունեք, դուք գործի չեք գալի, վերջի 5 տարին Վատաշեկերտի պես դասի չեք գալիս։ Հիմա ուզում եք այդ խոսակցությունը բացեք, լավ խնդիր չկա, կհրապարակեմ, խնդրեմ քարտուղարությանը կկազմակերպեն ձեր բացականները, ես անուն առանուն կհրապարակեմ։ Ինչ վերաբերում է ես ու Անդրանիկ Քոչյանը ինչ ենք խոսում, ես ու Անդրանիկ Քոչյանը խոսում ենք ոնց անենք, որ մաքսիմալ օրինականությունը պահպանենք։ Միտեղ ինքն է ճիշտ, միտեղ ես եմ ճիշտ, բայց զեկույցը դուք գնացեք ծանոթացել եք այդ զեկույցի հետ։ Թող բարի լինի, պարոն Արծիկ Մինասյանն է գնաց ծանոթանա, պարոն Սերան Օհանյանն է գնաց ծանոթանա։ Հա, ճիշտ է, մոռացել է, որ քրեական գործ կա վեր, քրեական գործի պատճառով, ճիշտ է, ներողություն եմ, մոռացել է։ Մնացածը թող գնան ծանոթանան։